Գյուղացին չգիտի այսօր երաշխավորված ինքը բերք կստանա թե չէ։ Գյուղացին հողը ցանում է, բայց ինքը չի իմանում եղանակը ինչ կլինի։ Բերքը հանի, կտանի կծախի թե չէ։ Գները կեժանանան թե չէ։ Ուրիշ երկրից կբերեն իր գները կեժանանան թե չէ։ Այստեղ է որ նախապես գյուղացին ստացվում է անարդար մրցակցության մեջ է մտած եւ դրա համար մենք լուծումներ ունենք տարբեր բնակավարներում այդ թվում սրա հետ կապված։ Նախապես պետքա պետությունը երաշխավորի գին, որ գյուղացին իմանա, եթե ինքը իր բերքը օրինակ 1000 դրամ է սահմանած, եթե ինքը այդ տարի վաճառելու է 900 դրամով, այն 100 դրամը պետությունը իրան հատուցելու է։ Գյուղացու համար այդքան էլ օղարտ։ Գյուղացին պետքա անպայման ունենա իրացման գոտիներ, այս շատ կարևոր է։ Պետությունը պետք է ցանկ հրապարակի, ասի որ օրինակ 1, 2, 3, 4 դուք ստեղ ժողովուրդ ջան, դուք ունեք այս տեղերը ձեր բերքը վաճառելու, ձեր շուկաները այստեղ են։ Ոչ թե մարդն է աշխատում պետության համար, այլ պետությունն է մարդուն ծառայում։ Ոչ թե մարդը գալիս է պետական հիմնարկում աշխատում է, որ լավ ապրի, լավ զգա, այլ հակառակը, որ գա ծառայի մարդուն։